Ռուսաստանցի պրոպագանդիստը հերթական սպառնալիքն է հնչեցրել Հայաստանի ինքնիշխանության դեմ, եւ ես ուզում եմ հիշեցնել, թե մենք որքան ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը վերջին տարիներին։ Նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության հռչակագիրը եւ նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, հիշում եք բոլորը։ Շուտով կլինի արդեն 2 տարի, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակոցից զինվոր չի զոհվել։ Սա մի ժամանակ երազանք էր, այսօր իրականություն։ Սա մոնումենտալ փոփոխություն է մեր կյանքում։ Ուղղակի մենք կենցաղային թոհուբոհի մեջ երբեմն չենք նկատում։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել հացահատիկ, դիզվառելիք, շուտով նոր խմբականակներ են գալու։ Սա եւս աննախադեպ էր ժամանակին։ Հիմա ոչ միայն աննախադեպ չէ, հիմա ունի նախադեպեր եւ դրանք շատանալու են։ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ աշխատում է Թրամփի ուղու գործարկման շուրջ։ Հիմա մեկ նայեք աշխարհին։ Մի հատ տեսեք այս փոթորիկը, որ աշխարհում տեղի է ունենում, եւ Հայաստանը, որն ամրապնդում է իր խաղաղությունը, Ադրբեջանի հետ սկսում է առևտուր, Թուրքիայի հետ մտնում է հարաբերությունների կարգավորման նոր փուլ, Թրամփի ուղու գործարկման շուրջ է աշխատում։ Սա ինչ է։ Սա մեր ինքնիշխանության ամրապնդման վառ օրինակներ են։ Եվ իհարկե հիմա հնչում են նորից սպառնալիքներ մեր ինքնիշխանության դեմ։ Ինչ պիտի մենք անենք։ Մենք պիտի տասնապատկենք մեր ջանքերը խաղաղության ամրապնդման, սահմանների ապաշրջափակման, ճանապարհներ կառուցելու, առևտուր անելու, հարևանների հետ խաղաղ համակեցության ուղղությամբ։ Սա է մեր ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքը եւ սա է լինելու մեր պատասխանը։